Հայկ ասա մի պատմություն Կեցոր էստեղ։ Առաջի հերթին եւ ամենակարևորը այսօր շատ կարևոր մեր եկեք օգտագործեմ բառը տոներից է, այսինքն Մայրաթոր Սուրբ Էջմիածնի, կաթողիկ Սուրբ Էջմիածնի տոնը, եւ եթե ցանկացած ուրիշ տարի նույն օրը նշելուց, միևնույնն է մեծագույն ցանկություն է լինում այցելել Պարտադիր եկեղեցի, այդ օրվա ուխտը խորհուրդը իր մեջ ունենալ, հիմա դա առավել քան ակտուալ է, հաշվի առնելով թե ինչ գործընթացներ են ընթանում եւ ինչ մղումներ ունի իշխանությունը այսօր Մայրաթորի հետ կապված։ Հետևաբար այդ եւ սոլիդարությունը Մայրաթորի հետ կապված եւ նրա թիկունքին լինելը որպես ինստիտուտ, հա, այդ ամեն ինչը այսօրվա մեջ խտացած պարփակված է իրեւությամբ։ Պարոն Բեգարյան, վերադառնալով արկա մարտահրավերներին Հայաստանի Հանրապետության Իսրայել-Իրան հակամարտությունը, Ամերիկայի ներգրավումը պարզ է, որ ավելի մեծացնում է ռիսկերը նաև Հայաստանի Հանրապետության համար, ինչպես պիտի դիրքորոշվի այսօր մեր պետությունը եւ ի վիճակի է արդյոք ճկուն քաղաքականություն դրսևորել։ Տեսեք, մենք մարտահրավերների բավականին լուրջ, բավականին խտացող եւ զարգացող խնդրեմ ունենք։ Այդ թվում նույն կապված Իրան-Իսրայել հակամարտության հետ եւ ձեր ասած Միացյալ Նահանգների մուտք գործելու հետ արդեն փաստացի գործողությանը մասնակցելու հետ, գիտեք, բանաձևը շատ պարզ է։ Ուրեմն Իրանի ցանկացած Իրանի Իսլամական Հանրապետության ցանկացած թուլացում, նրա ցանկացած խնդիր, նրա հետ կապված ցանկացած ֆորս-մաժորային իրավիճակ, որի մեջ հիմա ինքը գտնվում է, դա որևէ կերպ Հայաստանի Հանրապետության շահերի չի կարա բխի, եթե չասեմ միանշանակ ընդհակառակը։ Այսինքն այս ընկալումը պետք է ունենալ։ Հիմա որքանով է այսօր գործող իշխանությունը այս մարտահրավերներին adekvat, ինձ թվում է այդ հարցի պատասխանը պարփակված այն ամենաթարմ ձեռագրի եւ գործողությունների մեջ ինչ իշխանությունը անում է։ Այս իրավիճակում երբ անվտանգային բազում խնդիրներ դիմացն ու աճում են, մենք ականատեսնենք Էջմիածնին նետված, Մայրաթորին նետված, ուրեմն այդ, չգիտեմ, ինչ բառ օգտագործեմ, պատերազմի դերոշին կամ օրինակ նույն Սամվել Կարապետյանի, հա, բարերար այդ կարգի ներդրում ունեցող իր սեփական երկրի համար նրա հետ կապված գործընթացին։ Այսինքն այս այնքան հստակ ցույց է տալիս այդ adekvatության չգոյությունը որպես այդպիսին, ել չեմ ասում լրիվ ուրիշ խնդիր է, ինչ շահեր եւ ինչ նպատակով սպասարկելու հարցերը։ Իսկ սա էր իր հերթին վերադիր։ Շնորհակալություն։ Եվ զորություն եւ փառք Դավիթյանս Ավիտենից, ամեն։ Բարի ուխտեր ամենքից։